Բարենպաստ է արդյոք Հայաստանը բիզնես վարելու տեսակետից։ Երկրի զարգացման մասին վկայող կարևոր, եթե ոչ ամենակարևոր առաջընթացը վերաբերում է տնտեսական ոլորտին, մասնավորապես այն պայմաններին, որոնք շահեկան կամ ոչ շահեկան են դարձնում կապիտալի ներհոսքը երկիր եւ մասնավոր բիզնես գործունեություն ծավալելը։ Համաշխարհային բանկի խումբ կազմող հեղինակավոր 5 կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր տարի համատեղ անցկացվող ուսումնասիրությունն ուղղված է բացահայտելու 189 երկրում բիզնես գործունեությամբ զբաղվելու համար առկա պայմանները։ Գնահատման չափանիշները բավականին տարբեր են եւ վերաբերում են հետեւյալ խնդիրներին. ընկերությունների գրանցում, շինարարության թույլտվություն, սեփականության գրանցում, վարկի ձևակերպում, ներդրումների պաշտպանություն, հարկային քաղաքականություն, միջազգային առևտուր, պայմանագրերի կատարում, ընկերության լուծարում եւ այլն։ Մինչ կներկայացնենք 2015 թվականին հրապարակված Doing Business-ի տվյալները, տեսնենք թե ինչ կարծիք ունեն մեր համակարգացիները եւս։ Բարենպաստ է արդյոք Հայաստանը բիզնես վարելու տեսակետից։ Ոչ։ Ես ինձ թվում է նալոգները մի քիչ բարձր են, համել ժողովրդի ձեռքը փող չկա, որ նորմալ բիզնես դնելու համար։ Չգիտեմ։ Իմ կարծիքով абսուրդ դարձա, իհարկե բարենպաստ չի։ Դե բնականաբար հեգնական տոնով եմ ասում շատ։ Ոչ, քանի ավազակախումբը գոյություն ունի, ոչ ոք էլ բիզնես չի դնի։ Իսկ գո երկրների շարքին է պատկանում Հայաստանը։ Չեն թողում այն այլանդակները այդ բանի, չէ, հարկայինը չեն թողում մարդիկ աշխատեն նորմալ ձևով։ Էլ ինչ բիզնես։ Հայերի համար այո, որտեղ մեր հայրենիքն է, մենք պետք է մեր երկիրը ծաղկեցնենք։ Ոչ մի պայման չկա։ Ես Ռուսաստանից եմ եկել, այնտեղ օրինակ նոր ստեղծվող բիզնեսի համար բոլոր առավելությունները կան։ Հա, արդյունավետ է։ Արդյունավետ ոլորտներ կան։ Եթե փող ունես։ Եթե փող ունես, հնարավոր է ու արդյունավետ կլինի վարելը։ Չէ, մարդ չի մնացել։ Մարդ ում հետ վարես, եթե բնակություն չկա։ Բիզնես վարելու տեսանկյունից այդքան էլ արդյունավետ չի լինի Հայաստանը, որովհետև հիմա կոնկրետ Հայաստանի վիճակը նես բարդ է։ Քրեալի գարխիկ ռեժիմ է, որ բիզնես անեն կեսը տան իրանց։ Իմաստ չունի։ Չեմ կարծում։ Դե կախված շուկայում այդ բիզնեսը շատ է թե քիչ։ Այստեղ եթե լավ գործ լինի, որ ոչ մի գործ չկա, կարա լինի, հա, լավ կաշխատի։ Նայած ով է դնում ավելի շուտ։ Կարծում ենք, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչպես տեսակ, մեր համակարգացիների պատասխաններն արտահայտում են մեր հասարակության մեջ առկա հիմնական պատկերացումները Հայաստանում բիզնես վարելու հարցում իրենց ողջ բազմազանությամբ։ Եվ այսպես ներկայացնենք առաջին տասնյակը. Սինգապուր, Նոր Զելանդիա, Հոնգ Կոնգ, Դանիա, Հարավային Կորեա, Նորվեգիա, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Ավստրալիա։ Հետխորհրդային երկրների արդյունքներն այսպիսին են. Վրաստան 15-րդ հորիզոնական, Էստոնիա 17-րդ, Լատվիա 23-րդ, Լիտվա 24-րդ, Հայաստան 45-րդ հորիզոնական, Բելարուս 57-րդ, Ռուսաստան 62-րդ, Մոլդովա 63-րդ, Ադրբեջան 80-րդ, Ուկրաինա 96-րդ, Ղրղըզստան 102-րդ, Ուզբեկստան 141-րդ եւ Տաջիկստան 166-րդ հորիզոնական։ Թեպետ Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնելով 45-րդ տեղը եւ լինելով Չեխիայի եւ Ռուանդայի կողքին, կարծես վատ արդյունք չի արձանագրել, սակայն այս ցուցանիշն ավելի վատն է, քան նախորդ տարիներինը։ Սա խոսում է բիզնես գործունեություն ծավալելու տեսակետից Հայաստանի գնալով ավելի պակաս գրավիչ դառնալու մասին, քանի որ 2013-ին Հայաստանը 37-րդն էր լինելով Բելգիայի եւ Ֆրանսիայի կողքին, իսկ 2012-ին Հայաստանը 32-րդ տեղում էր։ Միևնույն ժամանակ նկատենք, որ 2014 թվականին Հայաստանը զգալիորեն առաջ է անցել Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 62-րդ, 80-րդ եւ 55-րդ հորիզոնականները։